օգտատեր, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, ես պետք է հարցին հարցով պատասխանեմ։ Նախ, սեփականության վկայականով ում է պատկանում այդ գույքը եւ հիմքը ինչ է նշված։ Այսինքն, եթե համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերած գույք է եւ հիմքը առուվաճառքն է, ապա այո, ամուսինների միջև այն բաշխվելու է 1/2 բաժիններով։ Ոչ թե բաշխվելու, այլ ամուսինները ունեն հավասար իրավունքներ, քանի որ հանդիսանում են համատեղ սեփականատերեր, եթե իհարկե չունեն ամուսնական պայմանագիր։ Եթե այդ գույքը օրինակ սեփականաշնորհվել է դեռևս 90-ական թվականներին եւ ընտանիքի անդամների անունով, որպես բոլորի համատեղ սեփականություն, ապա տվյալ դեպքում ոչ թե ամուսինների միջև այն կբաշխվի 50-50 ինչպես ասում եք, իսկ 1/2 ինչպես վկայականներում է գրվում, ապա դրա նկատմամբ սեփականության իրավունք կունենան ընտանիքի բոլոր անդամները, ովքեր մասնակցել են սեփականաշնորհմանը, դուք երևի կունենաք արխիվային տեղեկանք, եթե նման իրավիճակ կլինի եւ կտեսնեք արխիվային տեղեկանքով, թե ովքեր են մասնակցել սեփականաշնորհմանը։ Երրորդ իրավիճակը, եթե օրինակ գույքը ձեռք բերված կլինի նվիրատվության հիմքով կամ ժառանգության հիմքով, տվյալ դեպքում այն կհանդիսանա կոնկրետ այն անձի անձնական սեփականությունը, ում նվիրած կլինեն կամ ով ժառանգած կլինի։ Ավելի պարզ, եթե օրինակ ամուսինը կամ կինը այն գույքը ձեռք է բերել նվիրատվությունով, ապա հանդիսանում է կոնկրետ այդ ամուսնու կամ այդ կնոջ սեփականությունը։ Նույնը ժառանգությանն է վերաբերում, եթե ժառանգել է, ապա համարվում է իր միանձնյա սեփականությունը եւ չի բաժանվի ամուսինների մեջ։ Կարճ ասած, ընտանիքի անդամների սեփականություն, որպեսզի այն համարվի, պետք է վկայականում նայեք հիմքը սեփականության, ինչպիսին է, ինչպես է այն ձեռք բերվել։ Լավ եղեք։